այդ պաշտոնը գրաված մարդը տգետ չի կարող, նա կարալի դավաճան։ Դե չգիտեմ, հողերը տալով գնում են, թե ուր են հասնելու չգիտեմ, երևի Հայաստանն էլ են ծախել արդեն։ Մեկը մեկից բետար են։ Տգետ են, իհարկե տգետ են, ուր անդե կիրթ մարդ, անուղեղի եւ դավաճանության եւ անուղեղի, նրանք մեծ գումարներ են վերցնում Թուրքից, դրա համար էլ այսքան օիններ են հանում մեր գլխին։ Էնել։ Գարստուկ կապում, հրփանում, ասում արա ես արժանի չեմ երկու սենյականություն ապրեմ, սպասի մի հատ դվարեց կառուցեմ, մի հատ էս անեմ, այդ սաղ դավաճանություն է։ Բան ջայել երեխեքը որ գնացին հələ ասեք 4-5 հազար երեխեն որ գնաց, 20 հազար մարդ պակասեց մեզնից։ Բան նրանք նոր սերունդ տվող երեխեք էին, չէ։ Էս յոթ մենակ ասելով չի, բայց մարդիկ կան կարան 10,000 էլ կոտորեն, իրանց լավ լինի։ Ես միշտ ասում եմ, այսօր նույն Նիկոլ Փաշինյանը չի ասում, այս 7 տարի դուսագալու մենք ոչ մի բան չենք արել, այսինքն մեր կառավարության անդամները դեբիլներ են եղել։ Յա, դու նոր 7 տարի հետո հասկացար։ Դե ինքն ասեմ, չէ, ես ինչ մեղք ունեմ։ Ես համաձայն չեմ։ Հա, ինքը տգետ չի։ Չէ, խելացի մարդ։ Չէ, եթե ինքն ասում է տգետ է, ուրեմն տգետ է։ Չէ, իսկ ես գտնում եմ, որ ինքը խելացի մարդ է, ու այդ իր ասածը ուրիշ իմաստ ունի, որը պետք է հասկանա։ Տգետը սաղ ինքն առաջ երթին հենց Փաշինյան կոչեցյալը։ Դավաճան առաջ երթին դավաճանա ու տգետ էլ։ Վարչապետ կոչեցյալը այսօր լրիվ անգրագետ է, առաջ երթին եւի ժողովուրդը նկատած կլի, որ մեջը հիվանդություն կա, աշխերից եւում է։ Եվ բդի ասենք աննային, յա կնոջը դեղերը պատրաստի դեղեր տա։ Ես մի քիչ հոգեբանությունից հասկանում եմ, որ խոսում է, լրիվ զգացում է, որ ինքը այն չի։ Հիվանդ մարդ է։ Այդ հիվանդ մարդը մեզ ղեկավար նշանակվի պետությունն է ներկայացնում գնում ստեղ ընդեղ խոսում նրանք էլ ասում են մեկը Ալիև է, տավար Ալիևը։ Ձեռը խփում ասում է ինչ ասեմ պետք է անեն, այս տավարն է լսում ասում է հա, ինչ ասում է պետք է անենք։ Վախկոտի մեկը, ինքը վախտին որ փողոցի տղա էր, դուխով տղա, այն որ մեծացել ենք, սաղսետ տղա ենք եղել, ինքը դրանցի չի, ինքը չմոյ է եղել, չմոյ է մնացել, այդ չմոն այսօր եկել է մեզի կառավարում, այսքան բան ախպեր ես։ Երկուսն էլ։ Ես տենց կարծեմ, որ ինքը անկիրթ է, ժողովրդին էլ հենց տենց էլ տանում է դեպի անկրթություն։ Թեկուզ իրա կնոջ ես նոր նախագիծը, որ կրթվելը նորաձև է, ես դե նորաձևություն չեմ տեսնում, կրթվելը միշտ էլ եղել է։ Հենց անկրթությունն է հիմա նորաձև դառել արդեն, անկիրթ մարդկանց, պահվածքը նորաձև է դառել։ Իհարկե համարում եմ դավաճան, դե դավաճան չներ, մեզ չեր թողի ստեղ, ինչպես են մի հատ մեծ մարդ ունենք մեր մոտից էլի, ճանաչված մարդ ասում է, երևի այլազգիները ավելի ազատ ու անկաշկանդ են ստեղ քայլում, իրանց բարբարով խոսում, իրանց լեզվով, քան արցախցիները։ Տգիտությունն է, վախկոտությունն է, Նիկոլ այսօրվա վիճակով այսպես կզած ման է գալիս, վրեն մատ է թափ տալի, բոլոր ասենք, ոչ թե մենակ Ալիևը, Ալիևը սենց գլխին խպում է մատը թափ է տալի վրեն, ինչ ուզում է, ասում է վեկալ, քունն է, ինչ ասում է, քո ասածն է, հետ կան բան։ Դե որ ինքը ասում է տգետ եմ, ուրեմն ինքը գիտի որ տգետ է։ Ազգին է դավաճան է, այդքան Ղարաբաղից տարհանեց ժողովրդին։ Մեկը չի, երկուսն էլ կարելի ասել, որ երկուսն էլ կա։ Եվ նայեն։ Դավաճան, որ ամեն այդ Ղարաբաղի հարցը տենց է կիսատ մնաց։ Իսկ տգետ, որ իրանք չգիտեն ինչ են խոսում, մենակ խոսում են իրանք գովելու համար, ուրիշ բան չեն խոսում։ Ոչ տգետ է, ոչ էլ դավաճան է։ Ուղղակի մարդուն գերբարանքով է, Հրաչյա Ներսիսյանի ասած։ Ողորմածիկ Հրաչյա Ներսիսյան ունենք,
ասում ադա մարդուն երբարանքով մնացածը ուրիշ բաներ։ Ես կարծում եմ ամեն ինչ մարդը, ինչ սխալներ մարդ գործում է, տգիտությունից է լինում։ Հիմնական սխալները մարդկանց տգետ լինելուց է, կամ ինչ-որ գիտելիքների պակասությունից, տենց ավելի նուրբ ասեմ։ Եթե ինքը այդ կարծիքի է իր մասին, մենք էլ ինչ պետք է ասենք։ Երևի թե նույնը մենք պետք է համաձայնվենք, որտեղ ամենակարևոր կարծիքը մեր կարծիքն է մեր մասին։ Ճիշտ է։ Եվ նա են, եւ մյուսն են։ Եվ տգետ, եւ լավաճան։ Դուրս չի գալիս ինձ ոչ մի բան։ Ինչ որ տեսնում եմ, լսում եմ, ինչ կատարվում է շուրջս, դուրս չի գալիս։ Այդ տգետության պատճառով էլ մենք վատ ենք ապրում։ Ես չեմ, եթե վատ ենք ապրում, ուրեմն իրոք տգետ են, եթե պետք է մեր վիճակը գնալով վատանա։ Նիկոլ Փաշինյանը ինչ, որպես ինչ, ես չեմ համարում, որպես ինքը վարչապետ։ Ինքը պրոստը պետք է հոգեբուժարան բուժվի, ուրիշ ոչ մի բան չեմ կարող ասեմ։ Էս ինչ են քաշում այս խեղճ ժողովուրդը։ Դավաճան է ինքը եթե դավաճան չլեր, այլևին բան չէր անի, հողերը չէր ծախի այլևին, այլևնով է։ Ադրբեջանցինով է, որ մտնի Հայաստան։ Պետք կարամ ես ասեմ։ Եթե մեր ազգը լինի, կարա հելի մի հատ ոտի ու հետա պայքարի, որ այսքան այսքան ամեն ինչը կատարվում աստեղ։ Հետաքրքիր հարց եք տալի։ Իմ կարծիքով համ տգետ են, համ էլ դավաճան են։ Եթե մեր երկիրը հիմի կառավարում են դիլետանտները, այդ բառն եմ իրենցից սովորը արդեն քննադատողներից, բնական է, որ տգիտություն տե ամենտեղ թագավորի։ Ամենտեղ տգիտություն է թագավորում։ Մարդիկ դժգոհ են, մեր երկիրը հասելա փակուղի։ Կանգնած է, այդ փակուղու առաջ է կանգնած։ Շատ վատ է, շատ, ինչ ասեմ։ Հեռացի, գնա, հերիք այս մեր ժողովրդին տանջես։ Դու քո մեկ հոգով, քո ներկայությամբ, քո այդ ագարտ բանով, թիմով, հերիք այս երկիրը թալանեք, այս ժողովրդին էլ պահեք նյարդային վիճակով։